Թե մենք ժողովուրդ ենք եւ ժողովուրդը ունի իրավունք, մինչդեռ ես տեսնում եմ, որ մենք չունենք իրավունք։ Ովքեր են զբաղվում այս հարցով, մարդիկ, որոնք հեռու են լեզվաբանությունից էլ, բանասիրությունից էլ, պատմությունից էլ, ամեն ինչից, գիտությունից, հասարակագիտությունից, հումանիստիկայից հեռու մարդիկ են, այսինքն ինչ հումանիստիկա։ Հասկանում են ինչ է նշանակում հումանիզմ եւ հումանիստական գիտություն։ Հասկանում են ինչ է ժողովուրդ, ժողովրդավարություն։ Ուր է։ Սա քաղաքական հարց է։ Սա կրթական հարց չէ։ Պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ սա օրենք չէ, կամ նրանք օրենքից չեն հասկանում։ Ես կասեի, որ կրթության նախարարը շատ լավ հասկանում է օրենքից, որովհետև այդ նախագիծը, որ նա ներկայացրել է, դեմ է 1993 թվականին ընդունված լեզվի մասին օրենքին։ Ինչու է դեմ։ Նախարարը զայրանում է, վիրավորվում է կամ չի ընդունում, որ այդ օրենքը իրենց հնարավորություն չի տալիս օտար երկրների խառնվելու, մասնակցելու մեր հանրակրթական գործին մտնելու այդ տիրույթները։ Եվ փաստորեն նա շատ լավ է հասկանում, որ 93 թվականին այդ օրենքը հատուկ է ընդունվել, որ մեր լեզուն եւ մեր ինքնությունը անձեռնմխելի մնան։ Ուրեմն նախարարը ճանապարհ է բացում օտար ինտերվենցիայի համար։ Սա ազգադավ նախագիծ է, սա դավադրություն է անկախության դեմ։ Սա մեր պետական լեզվի դեմ է, պետականության դեմ է։ Ինչ ճանապարհ է բացում։ Չեմ ըմբռնում։ Ինչպես է գրված, չկա, որևէ տեղ տպագրված կա, գուցե ես ծանոթ չեմ։ Կա այդ նախագիծը, ես չեմ տեսել։ Օրենքի մեջ փոփոխություն ասում են, չէ՞, լեզվի օրենքի մեջ փոփոխություն։ Հետևաբար այդ փոփոխությունը պետք է նաև սահմանադրության մեջ լինի։ Պետական լեզու, հարց տանք, ինչ է նշանակում պետական լեզու։ Սահմանված է այս հասկացությունը, թե ոչ։ Մի երկրում կարող է լինել երկու պետական լեզու, եթե այնտեղ երկու լեզու է գործում, երկու ազգ են ապրում։ Կանադայում անգլերեն եւ ֆրանսերեն, Շվեյցարիայում 3 լեզու է գործում, բայց Հայաստանում ոչ մի անհրաժեշտություն չկա 2-3 լեզվի գործառնության։ Եվ հետաքրքիր է, թե ընդհանրապես երբ է խախտվել, այսպես խաթարվել մեր լեզվական անկախության գաղափարը։ Լեզվական անկախության գաղափարը խաթարվել է խորհրդային իշխանության տարիներին, երբ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում պետական լեզու հայտարարված էր հայերենը, բայց մենք գիտեինք, որ հայերենը ստորադաս վիճակում է ռուսերենի հանդեպ, նույնիսկ հենց երկրի ներսում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում մարդկանց աշխատանքի ընդունելից հարցնում էին. Ինչ կրթություն ունեք, ռուսական թե հայկական։ Եթե հայկական էր, գերադասում էին ռուսական կրթություն ունեցողին։ Ինչու՞, որովհետև այդ լեզվով խոսում են Մոսկվայում։ Հիմա ինչը պետք է նկատի ունենան, անգլերեն, որ այդ լեզվով խոսում են Վաշինգտոնում ու Նյու Յորքում, ինձ թվում է չէ, այստեղ ռուսերենի հարց կա։ Ռուսերենի խնդիրն են, ռուսերենի վիճակն են ուզում վերականգնել, այս մտահոգությամբ են մարդիկ օրենքում փոփոխություն ուզում մտցնել։ Ես այսպես եմ կարծում։ Մենք ենթադրում ենք ձևակերպումը մեր ձեռքին չէ։ Այնուամենայնիվ հետաքրքիր է, կա աշխարհում որևէ այլ ազգ, որ իր լեզուն անվանի մայրենի, եւ կա աշխարհում որևէ այլ ազգ իր լեզուն մայրենի անվանող, որ այսքան փախչի ինքն իրենից, իր երկրից, իր լեզվից, իր արժեքներից։ Ինձ թվում է, թե միայն հայն է, որ փախչում է եւ իր հողից, եւ իր լեզվից, եւ հպարտությամբ ասում ես հայերեն չգիտեմ, միայն հայն է։ Սա մեր մեծ արատն է, եւ եթե մենք ազգային պետական անկախություն ունենք, հենց այդ արատի դեմ պետք է կռվենք, հենց դրա դեմ պիտի կռվենք մենք։ Մայրենի խոսքը ինձ այնքան դուր չի գալիս։ Ես ասում եմ պետական լեզու։ Սա ինձ համար շատ կարևոր է, սա թանկ է։ Մայրենի լեզու, մայրենի լեզվի կրող է Վրաստանի հայը, Ռուսաստանի հայը, եթե գիտի լեզուն, այլ երկրներում արտերկրում ապրող հայը կրում է մայրենի լեզուն, իսկ Հայաստանում ապրող հայը պետական լեզվի կրողն է եւ պետք է պետական լեզուն եւ պետական լեզվով պետականությունը եւ անկախությունը պաշտպանի։ Եվ փաստորեն պետական լեզուն համարվում է պետական խորհրդանիշ, սակայն պետությունը չի պաշտպանում իր խորհրդանիշը, ինչ անել այդ դեպքում։ Դա ավելին է, քան խորհրդանիշ, դա կեցություն է, դա իրականություն է, դա կենսաձև է, մտածելակերպ է, կյանք է, իրականություն է։ Նա ով լեզուն համարում է սոսկ հաղորդակցության միջոց, նրան պետք է սովորացնել հետևյալը, որ լեզուն միայն կենցաղային հաղորդակցության համար չէ, կենցաղայինից վեր կա գիտական հաղորդակցություն, կա քաղաքական,
իրավական շատ շերտեր է նախատեսում, ենթադրում հաղորդակցություն հասկացությունը, դա խոհանոցի կամ շուկայի համար չէ, մայրենի լեզուն տանը, իսկ դրսում արդեն շատ ենք խոսել այս մասին, շատ եմ բացատրել, բայց ես դարձյալ համոզում եմ, որ մի բան կարելի է բացատրել իմացող մարդուն, անհասկացողին ինչ բացատրես, եթե մտքին մի բան է դրել եւ չի ուզում հասկանալ ոչինչ, ինչ բացատրենք այդպիսի մարդկանց, ինչ ասենք։ Եթե մենք ներսից պաշտպանված լինեինք, մեզ չէին անհանգստացնի ոչ հայ-թուրքական սահմանը, ոչ օտարալեզու դպրոցները։ Ինչու ենք այսքան անպաշտպան, պարոն Հովհաննիսյան։ Ավելին, մեզանում ձևավորվել է մի խավ, որին անվանում են օտար բառով, էլիտար, եւ նրա ամեն ինչն է այդ բառով որակվում։ Ովքեր են այս չտեսները կամ Պերճ Պռոշյանի արտահայտությամբ ցեցերը։ Այդ բառը էլիտար պետք է հանել գործածությունից։ Էլիտար նշանակում է վերնախավային։ Ինչ վերնախավի մասին կարող է խոսք լինել ժողովրդավարական պետության մեջ։ Դա ինչ վերնախավ է։ Վերնախավ համարում են վիզը հաստատած մարդկանց, դրանց են վերնախավ համարում։ Վերնախավ ասելով երբեք գիտական մտավորականությանը նկատի չունեցան։ Երբեք մտածող մարդուն նկատի չունեցան, ընդհակառակը մտածող մարդուն հրել են սոցիալական սանդուղքի ամենաստորին աստիճանին են նստեցրել եւ իրենք կազմում են վերնախավ, էլիտա։ Սա ինչ բան է։ Ավելի հակաժողովրդական, հակամարտկային բան կարելի է մտածել։ Նոր բառ է էլիտա։ Էլիտար ժամանակին սովետական ժամանակ ասում էին սպեցսլուժբա, սպեցպոեստ եւ այլն սպեց էին։ Հիմա սպեցը փոխարինել են էլիտար բառով, վերնախավ, արտոնություն եւ ժողովրդավարություն, Չգիտեմ, խորենացու ողբի առաջին խոսքերը ամեն օր մտքումս պտտվում են։ Ողբամս քեզ հայոց աշխարհ, իմեջ հյուսիսականաց վեհագույն, հյուսիսային ազգերի մեջ վեհագույն, այն ժամանակ հյուսիսը Հայաստան էր, հյուսիսային ազգերի մեջ վեհագույն ժողովուրդը հայոց աշխարհը նորից ողբալու վիճակի մեջ է ընկնում։ Այո, ինչու համար ասում էր ողբամս քեզ, որովհետև ասում է վերացան ուսուցիչդ, քահանատ, թագավորդ, այսով է մեզ ղեկավարում, տգիտությունը։ Շարունակենք օտարալեզու դպրոցների թեման։ Այս կրթության երկրպագուններին կուզեի պարզապես հարցնել ինձ շատ հուզող մի երևույթի մասին։ Անկախությունից ի վեր մեր կռունկները չվում են ցավոք անվերադարձ։ Նրանց հաջողությունների մասին լուրերը չեն նշանում։ Հարց է առաջանում, եթե դուք ուզում եք օտար կրթությամբ ավելի զարգացած սերունդ ունենալ, խնդրում եմ ասեք, ինչու այդ